Պարոն Քոչարյան, ինչպես է գնահատում Հայաստան դաշինքի շանսերը ընտրություններում։ Բավական բարձր են գնահատում շանսերը, իսկ ընդհանուր ընդդիմության միասնական հաղթանակը շատ իրատեսական է։ Մայիսի 28-ի զորահանդեսը ըստ ձեզ ինչի մասին էր, ինչ նպատակ ուներ այն։ Սպարս չի, քարոզչական նպատակ էր այդքան բան։ Ուրիշ ռացիոնալ բացատրություն գտնել այդ զորահանդեսին մայիսի 28 անցկացնելով, չգիտեմ, ուղղակի չկա, քարոզչական նպատակ էր։ Իսկ Ռուսաստանը օրերս մի շարք սահմանափակումներ է մտցրել, միր, բանջարեղեն, ծաղիկներ եւ այլն, այս մասով ինչ կարծում։ Դեք այստեղ ամեն ինչ պարզ է, բավական շատ զգուշացումներ ա եղել, կարծում եմ այս իշխանությունների կողմից անհեռատես հիմար քայլերի արդյունքում հասցրել են մարդկանց մեր ժողովրդին մի վիճակի, երբ որ մեր բարեկամ երկիրը նման քայլերի է դիմում, սա կոնկրետ մեր իշխանությունների սխալ արտաքին քաղաքականության արդյունքում է տեղի ունեցել, երբ որ հասարակ գյուղացուց մինչև մեծահարուստ ուժելու է այս ամենի արդյունքում։